չունեն մենակ աղքատ մարդիկ։ Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդիկ։ Հիմա ձեր մտքով ով կանցնի։ Այդ թվում են մարդիկ, ովքեր որ ֆինանսավորում են այս բաները, կայքերին։ Այդ մարդիկ Հայաստանում ունեն ամենաշատ պարտքը, որտեղ իրանք իրենց բիզնեսները պարտքերով են անում, վարկը վեկալում են, դնում են բիզնեսի մեջ, շահույթ են ստանում, մի քիչ էլ տալիս են, այո, բաների, տարբեր մամուլի միջոցների այդ փողերից։ Այսինքն, ուզում ասեմ, Հայաստանի Հանրապետությունում վարկ չունի, պարտք չունի աղքատները մենակ եւ Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ պարտք ունի Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդիկ։ Հիմա ձեր մտքով ինչքան հարուստ մարդ կանցնի 10 հոգի, ես դες վստահեցնում եմ, այդ մարդիկ կապ չունի, կարող է մեկստեղ ոչ, դրա համար շատ պարտք չունեմ, այլ որ կարողանայի օրինակ շատ եթե հարուստ լինեի, կարող է այդ այսօրվա մեր հարուստների նման 30, 40, 50 միլիոն դոլարանոց վարկային պարտավորություններ ունենայի, որոնք ներդրված կլինեին բիզնեսների մեջ եւ այդ արդյունքը կլներ։ Իսկ ինչ վերաբերվում է ինձ։ Ասում դա լավ ճանապարհ չէ հարստանալու, խանութի մենեջերից նախարար։ Խանութի մենեջեր ճանախարար չէ, խանութի վաճառող եմ եղել։ Իմ հերը որս ուսանող եմ եղել, ես միլիարդատիրոջ որդի չեմ եղել, որ կարողանայի բանից։ Եղել եմ վաճառող, հետո եղել եմ խանութի մենեջեր, հետո եղել եմ մարքեթինգի բաժնի ղեկավար, հետո եղել եմ փոխտնօրեն, հետո եղել եմ դասախոս, ասիստենտ, դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, ազգային ժողովի պատգամավոր, մշտական հանձնաժողովի նախագահ, նախարար, ես բոլոր կետերը անցել եմ, ոչ, բոլոր կետերը անցել եմ եւ անցել եմ իմ լավ սովորելու հաշվին, իմ աշխատասիրության հաշվին, իմ կրթության հաշվին, մինչև հիմա էլ ես շարունակում եմ սովորել, մինչև հիմա էլ շարունակում եմ եւ այդպես է, եւ այլ մեխանիզմ գոյություն չունի, հիմա ես տարբեր կրթական ծրագրերով կգնել եւ տարբեր կրթական ծրագրերով on-line եւ ոչ on-line։ Օրինակ իմանալ ինչ եք իմացել։ Կհրապարակեմ իմ հայտարարագրի մեջ կլինի այդ ծախսերի մասին։ Պարոն Բաբայան, եւ քանի որ գյուղատնտեսությունն էլ է ձեր համակարգման ոլորտում, հիմա քանի որ այս սեզոնը արդեն ջերմոցներում աշխատանքներ անելու շրջան է, մարդիկ օրինակ կոթայքի մարզում մտավախություն ունեն, ասում են ծաղիկները դնենք, հիմա ծախսը անենք, աճի, բայց ասում են նախորդ տարի տեսանք, որ արտահանման խնդիր կար։ Հիմա այս ռիսկերը կառավարման ինչ մեխանիզմներ կա, ներողություն, ռիսկերը կառավարման ինչ մեխանիզմներ կան, որ գյուղացին ինչպես անցած տարի արտահանվել է ծաղիկը այնքան ինչքան որ եղել է, այս տարի էլ կարտահանվի։ Եվ գյուղատնտեսական մենք տեսնում ենք, ներողություն տեսնում ենք, որ օրինակ Արմավիրի ճանապարհին Էջմիածնի մոտ այդ ակցիան էին։ Դուք ակցիան տեսնում եք, գնում եք ակցիան լուսանկարում եք, ձեր համար ռեպորտաժ եք սարքում, ձեր գործը անում բրցնում եք։ Այդ ակցիայից հետո մենք հարցը լուծում ենք, միլիոնավոր տոնաներով, հատերով արտահանումը գնում է, հետո ոչ մեկը դրա մասին չի խոսում։ Հայաստանում մի վարքյան, թողեք խոսեմ, Հայաստանում չկա հարց, որը դուք գնացել եք, նկարվել եք, ձեր ռեպորտաժը ապահովել եք, ձեր YouTube-ում դրել եք, ձեր, չգիտեմ, եթե մոնետարիզացիա չի եղել, դրա համար փողը չեք ստացել, բայց հիմա այդ էլ կա, հուսով եմ կստանաք, արդեն ստանում է։ Դրանից հետո բոլոր հարցերը լուծել ենք։ Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ կարկուտից դուրժած նախորդ տարի հայտարարում են, որ որևիցե փոխհատուցում մինչև հիմա չի։ Արարատի մարզի բոլոր բնակիչները, ովքեր որ համայնքային հանձնաժողովի կողմից վնաս են ունեցել, բոլորին փոխհատուցվել է, ընդհանուր փոխհատուցումը կազմել է Բայց ընտանիքներ կան, որոնք չեն ստացել։ 3 միլիարդ դրամ ընդհանուր փոխհատուցումը, շուրջ 3 միլիարդ դրամ։ Չէ, բայց ընտանիքներ կան, որոնք ասում են, որ չեն ստացել 1 տարի։ Ես չեմ կարող գնալ եւ բոլոր տարածքներում նայել, տեսել, այստեղ օրինակ 30% է վնասվածությունը, թե 70, թե 10։ Կա հանձնաժողովը ասում է, որ այստեղ կա օրինակ 50% կամ 45% վնասվածություն, դրան համապատասխան փոխհատուցում։ Այսինքն, եթե բնակիչները անձամբ դիմեն ձեզ, փաստացի համայնքապետարանը կա հանձնաժողով, գնահատում է վնասը, դրան համարժեք փոխհատուցումը կատարվում է։ Բոլորը, ընդ որում ոչ միայն 2025, 2024-ն էլ ենք փոխհատուցել։ 2026-ի համար էլ փոխհատուցման կարիք չկա, որովհետև 6 ապահովագրական ընկերություն հիմա ընկած գյուղերը ապահովագրություն են անում, արդեն տասնյակ հազարավոր պոլիսներ են վաճառվել։
Պարոն Պապոյան, Իրանի հետ կապված մենք ապրանքային դեֆիցիտ ունենք Հայաստանում, կա այդ խնդիրը։ Այս պահին այդպիսի խնդիր չունենք, իհարկե որոշ ապրանքներ Իրանից, որոնք գալիս են, գիտեք, մատչելի են, դրանք որոշակի երկարատև ժամանակահատվածի համար գնաճային ճնշման կբերեն, որովհետև օրինակ վարորդը հրաժարվում է, ասենք, նախորդ սակագնով տեղափոխել, գործարանը հրաժարվում է ինչ-որ ժամերի ենթադրենք աշխատել, որոնք բնականաբար բերում են նրան, որ կան սպառողական նշանակության ապրանքներ կան, տարբեր են այդ ապրանքները, որոնք որ բնականաբար կարող են, այսինքն այս պահին մուտքի հետ կապված խնդիր չունենք, դեֆիցիտի խնդիր ըստ էության շատ չկա, ավելի շատ ինքնարժեքն է այնտեղ բարձրացել։ Ասում են մենք դեռևս 1 տարի առաջ հանձնաժողով ենք կազմել, երբ որ ասեցինք, ես եմ բացրել, հիշում եմ դա, ասեցի դեֆիցիտ կա, ասեց մենք դեռևս 1 տարի առաջ իրավիճակից ելնելով հանձնաժողով ենք կազմել եւ ամեն ինչ գիտենք, այսինքն 1 տարի առաջ գիտենք, որ Իրանում այսպես իրավիճակ է։ Մենք բոլոր իրավիճակների համար, չէ, այդպես չի, բայց բոլոր իրավիճակների համար հնարավոր է, որ այդպեսի բառ կա հայերենում։ Ինչ է նշանակում խզարած աշխատանք։ Լավ, այսինքն։ Բայց օրինակ ես չքան գիտեմ հայերենում դες բառ չկա։ Հա, համաձայն եմ։